Ձեռքի մատների թմրածություն, թուլություն, առարկաները բռնելու դժվարություն։ Սրանք կարպալ թունելի համախտանիշի հիմնական ախտանշաններն են, որոնք հնարավոր է շտկել նաև վիրահատական միջամտությամբ։ Բժիշկները նշում են, տարեցտարի ավելանում է այս խնդրով վիրահատության դիմող բուժառուների թիվը։ Միայն մարտ ամսի կտրվածքով, անցած ամսվա կտրվածքով մեզ դիմել են մոտ 40 պացիենտ միայն կարպալ թունել համախտանիշ ու վիրահատվել են կարպալ թունել համախտանիշով։ Բժիշկը բացատրում է, դաստակի հատվածում միջնակ նյարդը սեղմում է կապանը, որից հետո նյարդը ճնշում է առաջինից երրորդ մատները, մասնակի չորրորդ մատը։ Հիմնական սեղմման համախտանիշը այս հատվածում երբ որ լինում է, մատերը սկսում են թմրել։ Պացիենտները առաջինը դժգոհում են մատերի թմրածությունից։ Հետո կամաց, երբ որ այդ բուժում չեն ստանում, համապատասխան մասնագետի չեն դիմում, շարունակվում է նյարդի կոմպրեսիան, այսինքն սեղմվածությունը, որը բերում է մկանային ատրոֆիայի ու դաստակը սկսում է ձևափոխվել։ Դրանից կարող է առաջանալ նաև դաստակի ու մատների դող։ Վիրահատական բուժումը ենթադրում է սեղմված հատվածում նյարդի ազատում։ Դաստակի ափային հատվածում դեպի նախաբազուկ կատարվում է կտրված 3 սանտիմետր, հասնում ենք նյարդին, ազատում ենք նյարդը սեղմված կապանից, կապանի թերթիկները հատվում են ու նյարդը ազատվում է այդ սեղմված զոնայից։ Դրանից հետո մի քանի կարով ֆիքսում ենք։ Վիրահատությունը կատարվում է տեղային անցկացմամբ, տևողությունը ամեն ձեռքի համար 15-20 րոպե է։ Պացիենտը հիվանդանոցում ամբողջ օրը մնալու կարիք չի ունենում, ինքը նույն օրը վերադառնում է տուն։ Ինտեգրվում է կյանքին մոտավոր 1 շաբաթ 10 օր անց, վերքի լավացումից հետո արդեն կարող է վերադառնալ իր կենսակերպին։ Նման խնդրով հիմնականում դիմում են հենաշարժողական համակարգի կամ հոդերի խնդիրներ ունեցողները։ Կարպալ թունելի համախտանիշը կարող է զարգանալ նաև հորմոնալ խանգարումների, բարձր զարկերակային ճնշման, ավելորդ քաշի եւ շաքարային դիաբետի դեպքում։ Եթե դա թեթև աստիճանի է, շատ ճիշտ է ուղղորդել ֆիզիոթերապևտի մոտ, որը որ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներով կփորձի մեղմել խնդիրը։ Խնդիրը լուծում չի ստանա, ուղղակի կմեղմվի, կերկարի այն process-ը, մինչև ինքը կհասնի երկրորդ կամ երրորդ փուլին, այսինքն վիրահատական։ Երբ որ դիագնոզում արդեն միջին կամ ծանր աստիճան է, այդ դեպքում արդեն հաստատ վիրահատական միջամտություն է պետք, որտեղ նյարդը արդեն բավականին սեղմված է կապանի շնորհիվ։ Իսկ այդ կապանը արդեն կորցնում է էլաստիկությունը ու վերականգնել ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներով դառնում է անհնարին։ Բժիշկը ընդգծում է, այս համախտանիշի դեպքում նպատակահարմար է վաղ փուլում վիրահատվելը, երբ հյուսվածքները դեռ քիչ են ախտահարված։ Եթե արդեն շատ խորը վիճակներում են դիմում բժիշկների, երբ որ արդեն մկանային ատրոֆիա է գնում, դաստակի դեֆորմացիաներ, այդ դեպքում մենք կհանենք նյարդի կոմպրեսիան, կազատենք ցավերից, բայց դաստակի ուղղելը դեֆորմացիան շտկելը արդեն այդ դեպքում չի ստացվի։ Մասնագետների խոսքով, որքան շուտ է բուժառուն դիմում բժշկին, այնքան ավելի թեթև է անցնում նաև հետվիրահատական շրջանը։ Նարէ Ոսկանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։